Բարև, ճակերտներում այսօր հիասքանչ Հասմիկ Պապյանն է։ Հասմիկ Պապյան, օպերային երգչուհի, սոպրանո, ծնվել է Երևանում, ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, նախ ջութակի, ապա վոկալի բաժինը։ 1986 թվականից 3 տարի երգել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, 4 միջազգային մրցույթների դափնեկիր է։ 1990 թվականի իր դեբյուտից հետո Ջանկարլո դել Մոնակոյի կողմից հրավիրվել է Բոնի օպերային թատրոն, որտեղ սկսել է երգչական իր մեծ ճանապարհը։ Երգել է աշխարհի ամենամեծ օպերային թատրոններում, այդ թվում Միլանի Լա Սկալա, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի Բաստիլ, Վիեննայի Շտաց, Լոնդոնի Վիգմոր հոլ, ինչպես նաև Ամստերդամի, Ցյուրիխի, Մյունխենի, Մադրիդի, Տոկիոյի, Սեուլի, Սան Ֆրանցիսկոյի, Վաշինգտոնի և այլ բազմաթիվ օպերային բեմերում։ Ելույթներ է ունեցել մեծագույն դիրիժորներ Ռիկարդո Մուտիի, Ջեյմս Լիվայնի, Վալերի Գերգիևի, Ջորջ Պրետրիի և այլոց հետ։ Խաղընկերները եղել են Պլասիդո Դոմինգոն, Ռենատո Բրուսոնը, Ելենա Օբրասցովան, Ջակոմո Արագալը, Լեոն Նուչին, Գրեյս Բամբրին, Ռոբերտո Ալանյան, Ժոզե Կուրան և այլոք։ Արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման, ապրում է Վիեննայում, ամուսնացած է, ունի 1 դուստր։ Ինչպես սկսվեց օրը։ Օրը տարբեր է սկսվում Հայաստանում, տարբեր է սկսվում Վիեննայում, տարբեր է, չգիտեմ, աշխարհի որ քաղաքում, որ երկրում։ Այսօր Հայաստանում սովորաբար սկսվում է օրը ոչ ծրագրված, ոչ կանոնակարգված, այդպես պիտի սպասես, որ օրը քեզ վերցնի իր գիրկը։ Եվ այդպես քանի որ ես ժամանակավոր եմ գալիս, իմ այցելությունները այստեղ ուրեմն որևէ ժամանակահատված են վերցնում, ուրեմն սպասում եմ, թե ով պիտի ինձ իր գիրկը վերցնի, այսպես ասած։ Այս անսպասելի հորձանուտները ձեզ երբեմն գրավում են։ Միշտ են գրավում եւ իհարկե շատ մեծ է հակասությունը այնտեղի կյանքի ծրագրված տարիներ առաջ եւ շաբաթները, ժամերը, օրերը, ամեն ինչը ուղղակի կարգավորված են։ Իսկ ձեր ուղեկից գրադարանը եւ հեղինակները շատ են։ Ես վստահորեն ուրեմն համոզված եմ, որ հայ մարդը պետք է կարդացած լինի անպայման Նարեկացի, Թումանյան, Չարենց եւ անպայմանորեն Հրանտ Մաթեոսյան։ Եվ ոչ թե մի անգամ կարդա, այլ մի քանի անգամ կարդա եւ կարդա ոչ թե նրա գրական, ոչ միայն գրական ստեղծագործությունները, այլ նաև նրա հարցազրույցները, հրապարակախոսական ուրեմն ելույթները եւ ընդհանրապես իր խոսքը պետք է լսել, սովորել եւ կարծում եմ, երբ որ մենք իսկապես հետամուտ լինենք իր խոսքին, մեզ շատ բան պետք չի այլևս ապրելու համար։ Ես իրեն պաշտում եմ ուղղակի եւ ժամանակ առ ժամանակ իհարկե բերընթերցում եմ։ Բայց համաշխարհային գրականությունից, երբ որ ես բնագրով կարդացի արդեն Կաֆկայի դատավարությունը, process-ը, դա սարսափելի չէ։ Չէ։ Անընդհատ կարող եմ կարդալ, նորից թերթել, ընթերցել, ետ գնալ, շատ նախ գիտեք ինձ ակցանում է իր լեզուն։ Դրանպես գիրքը եթե կարդում ես, բաց ես անում, եթե լեզուն քեզ չի գրավում, չի այդպես ներքաշում, այո, այդ գիրքը դա այսինքն այդպես չի, որ հիմա պատմություններ ամենտեղ կարող ես լուրերով տեսնել, այսինքն դետեկտիվներ եւ այլն, հարցը դա չի, ուղղակի լեզուն եւ Կաֆկայի լեզուն եւ հատկապես դատավարությունը, որը այսօր էլ շատ արդիական է, ցավոք սրտի, այո, սիրում եմ այդ գործը։ Հայի ձեր բնութագիրը ինչպիսին է։ Հայի բնութագիրը նորից վերադառնա Հրանտ Մաթեոսյանին, նա ասել է, որ հայը չի իջնում մինչև հատակ եւ չի բարձրանում մինչև ամենագագաթ։ Սա շատ բնորոշ իհարկե բնութագիր է։ Ես կավելացնեի, որ իհարկե տաղանդավոր, աշխատասեր, տարբերվող ուրիշ ազգերից անպայմանորեն եւ
խեղճ։ Ցավով պիտի ասեմ, այդ խեղճությունը մենք չենք կարողացել հաղթահարել, չգիտեմ որտեղից է դա գալիս։ Միգուցե նաև շատ նորից պիտի ասեմ, որ տարբերվող մի բան կա, այդ խոնարհություն միգուցե, բայց գիտեք այդ հարցակողական ամեն ասպարեզներում ընդ որում ոչ միայն նույնիսկ ամենամեծ հաջողության հասած հայը փայլում է իր համեստությամբ դրսում եւ այստեղ իհարկե առավել եւս Որ ֆիլմն եք շատ սիրում։ Մեկ տարի առաջ կարծեմ կամ միգուցե մի քիչ ավելի մի ֆիլմ ինձ գրավեց Միխայիլ Հանեկեի սերը, որը Օսկար ստացավ մեկ տարի առաջ Ժան-Լուի Տրենտինյանի եւ Էմանուել Ռիվայի մասնակցությամբ Qu'est-ce qui se passe? Qu'est-ce qu'il y a? Anne. Coucou. C'est moi. Anne. Qu'est-ce qui se passe? Anne. Qu'est-ce qui se passe? Qu'est-ce qu'il y a? Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Չեմ եղել։ Ոչ, ես այդ համարձակությունը չունեմ։ Ես չեմ կարող գնալ մի երկիր, որտեղից իմ նախնիները իսկապես մազապուրց փրկվել է միայն իմ պապը, որը մեծացել է Հունաստանի Որբանոցում 9 տարեկան է եղել, հետո 1927-ին վերադարձել է Հայաստան եւ այդ պատմությունները, այդ ես ցավոք չեմ կարող գնալ, բայց վստահ եմ, որ պիտի գնամ մի օր։ Այո, վստահ եմ, պիտի գնամ տան տիրոջ իրավունքով։ Իսկ Երևանում որտեղ է ձեր նվիրական հատվածը։ Երևանը ամբողջությամբ ինձ համար նվիրական է, ամբողջությամբ, նույնիսկ այն փոշոտ, քարքարոտ, փողոցները, բանուկ, բետոնապատ, բայց իհարկե կոնսերվատորիայի շրջակայքը, օպերային թատրոնը, ֆիլհարմոնիան, որտեղ անցել է հիմնականում իմ երիտասարդությունը, պատանեկությունը։ Ես հասկանում եմ իմ հաջորդ հարցի միամտության ողջ միամտությունը, բայց այնուամենայնիվ կա աշխարհում մի քաղաք, որտեղ երազում եք լինել։ Եթե մի օր ինձ բախտ վիճակվի, այսպես ասած, չգիտեմ, նորից ծնվել կամ ես կուզենայի լինել հարավային Ֆրանսիայի փոքրիկ գյուղերից մեկում, որտեղ կան խաղողի այգիներ, որտեղ այդ ընտանիքները դեռ 500-700 տարի շարունակ այո, շատոները այդտեղ հաճեցնում են իրենց խաղողը, հետո դրանից գինի են պատրաստում, ունեն իրենց փոքրիկ 4 տեղանոց հյուրանոցները կամ փոքրիկ այդպես ռեստորանները, որտեղ աշխատում են ամբողջ ընտանիքով, դա ինձ համար իսկապես երանելի վայրեր են, որտեղ այդպես լռություն, ամեն ինչից հեռու, բայց կա մի մեծագույն քաղաքակրթություն պահպանվել է դեռ եւ երբեք չի ոչնչանա։ Ինչ խմիչք եք նախընտրում։ Բացի գարեջրից բոլոր ամեն ինչ։ Այո։ Եվ ըստ ուրեմն արարողակարգի, եթե կա նշելու մի բան, ուրեմն անպայման լավ շամպայն, եթե ուրեմն կա շատ լավ ընթրիք, ես սովորաբար նախընտրում եմ ձուկ, ուրեմն ջերմակ գինի, եթե ուրեմն լավ այդպես հետաքրքիր մարդկանցով եմ շրջապատված եւ երեկոն մի քիչ ավելի է երկարում, ուրեմն հետո մի փոքրիկ գրապպա կամ փոքրիկ կոնյակ, ես փոքր չափաբաժիններով, բայց սիրում եմ խմել,
Քեֆ ուրախություն չէ, դա տրամադրության եւ այսպես մթնոլորտը ապահովող մի անպայման կարծեմ պարտադիր գործոն է։ Ինչպես ասացի, բացի գարեջրից, որը բոլորովին կանացի խմիչք չէ, ես նույնիսկ չեմ փորձել, չգիտեմ ինչպեսին է համը։ Ինչպես եք դուք համարձակվում ավստրիա-գերմանական միջավայրում գտնվելով գարեջուրը արհամարել։ Այո, այդպես։ Եվ բացառում եմ ախորժաբեր, այսպես ասած, ապերիտիվները, որովհետև ախորժակի խնդրեմ բոլորովին չունեմ, կնախընտրեի հակառակը եւ միշտ երբ որ գնում ենք ճաշի եւ այդ հարցը ինչ ախորժաբեր կցանկանայիք, ասում եմ, որ ես ընդհանրապես ավելի լավ է միանգամից անցնենք տեսականին, այսինքն փոքր վիսկի, մարտինի կամ չգիտեմ ինչ որ այդպիսի բաներ երբեմն այո ոչ ճաշից առաջ բայց նախանձելի սեղանակից եք այո միանգամից ամեն ինչ բացվեց այո սիրով այո իհարկե դա կյանքի կարևորագույն մասն է կազմում իմ տատիկը ինձ ասում էր որ քանի կարող ես կեր վայելիր որովհետև ուտելիքը գերակուրը կյանքի ամենամեծ հաճույքներից մեկն է։ Նա ասում էր, որ երբ ինքը երիտասարդ էր, չկար, չունեին որ ուտեր, իսկ հիմա կա, բայց արտոնված չէ, որովհետև բազմաթիվ հիվանդություններ կան եւ այլն։ Ասում էր, այ քանի արտոնված ես, կեր, որովհետև կյանքի այսինքն հաճույքներից մեկն է, բայց չափերով իհարկե, չափաբաժնով։ Իսկ շարունակություն այն դափնիներ, կոչումներ, մրցանակներ, շքանշաններ, ինչպիսի վերաբերմունք ունեք։ Գիտեք, ես համաձայն եմ այն տեսակետին, որ մարդը պետք է խրախուսվի իր կատարած աշխատանքի համար, մարդը պետք է արժանանա, գովեստի, մենք առհասարակ հայկական իրականության մեջ շատ ժլատ ենք իրար ջերմ խոսք ասելու, իրար գովելու, միշտ կանխակալ ես այդպես եմ ընկալում, չգիտեմ, միգուցե սխալում եմ, բայց պետք է մարդուն միշտ քաջալերել։ Իսկ թե ինչպիսին կլինի այդ պարգևը, արտահայտման ձևը, իհարկե մեր այս կոչումները վաստակավոր, ժողովրդական եւ այլն, սրանք բոլորը խորհրդային միությունից մնացած մնացուկներ են, իհարկե ոչ այդ ձևով, բայց օրինակ Գերմանիայում կան հրաշալի գրականության մրցանակներ, այսինքն այսինչ ենթադրենք Գյոթեի այնման բան մրցանակ կամ չգիտեմ Հայնրիխ Հայնեի մրցանակ, որը անպայման ուղեկցվում է նաև դրամական պարգևով, որը շատ կարևոր է նաև։ Գիտեք, հարցը եւ այդ պարգևները, եթե դրանք մեծ ուրեմն նշանակալի գումարներ են, անպայման փոխանցվում են բարեգործական նպատակներով։ Սա շատ կարևոր է։ Ձեր գործունեության ամենավորոշիչ կամ բարդ շրջանը ո՞րն է եղել։ Իմ գործունեությունը բաղկացած է մի քանի շրջաններից, նախ ասեմ, որ ես ջութակահարուհի էի եւ ավարտել եմ Երևանի Պետական կոնսերվատորիան, 18 տարի նվագել եմ ջութակ, Ռուբեն Ահարոնյանի դասարանն եմ ավարտել եւ իմ ճակատագիրը, այսպես ասած, բարձ էր արդեն որոշված էր, որ ես պիտի լինեմ, այսինքն ջութակահարուհի եւ այդպես փոխվեց հանկարծ մեկ օրից մյուսը եւ ես որոշեցի երգել եւ նորից ընդունվեցի կոնսերվատորիա արդեն ուրեմն 3 տարի եւ հետո ուրեմն ավարտեցի, սա իհարկե շատ նշանակալի փուլ էր իմ կյանքում։ Հետո ավարտելուց հետո 3 տարի այստեղ մեր օպերային թատրոնում երգելուց հետո ես հրավեր ստացա Գերմանիա, Բոննի օպերային թատրոն, ես երգում էի Վարշավայում եւ Մարիո դել Մոնակոյի որդին, որը ռեժիսոր էր եւ Բոննի օպերային թատրոնի տնօրենն էր, գտնվում էր սրահում եւ իմ երգելուց հետո եկավ եւ ինձ առաջարկեց գնալ Բոն, ուրեմն պայմանագրով։ Ես չէի կարող դա մերժել, իհարկե, եւ 26 տարի առաջ ես մեկնեցի ուրեմն Բոն, Գերմանիա, դա նույնպես մեծ ուրեմն
փոփոխություններ իմ կյանքում, այդտեղից սկսվեց իմ, այսպես ասած, հաղթարշավը։ Եթե կարելի է այդպես ասել, այո, սկսվեց եւ այսօր արդեն 30 տարի այդպիսի ուրեմն չգիտեմ մեծ բեմ ես արդեն 7 անգամ երգել եմ Մետրոպոլիտեն օպերայում, բազմաթիվ անգամներ Լա Սկալայում, այսինքն 25 տարի է որ երգում եմ ամեն տարի պարտադիր կարգով Վիեննայում, երգել եմ 45 տերեր եւ այլն եւ հիմա պետք է ասեմ որ սպասում եմ նոր փոփոխության։ Չգիտեմ ինչպես պիտի շարունակվի իմ կյանքը։ Այնպես որ փոփոխությունները ինձ ուղեկցում են, այո, եւ գիտեք ինչ որ ձևով կարող եմ ասել նաեւ որ ի վերուստ են դրանք դրված։ Գիտեք, մի առիթով դուք ասել եք որ չեմ սիրում երբ երգում են հայրենասիրության մասին։ Այո։ Ինչն է ձեզ այդքան ջղայնացնում։ Չի ջղայնացնում, գիտեք ինչ ավելի ճիշտ մատուցման, երգերի մատուցման ոճը, ձևը ես չեմ կարող տեսնել, երբ մեր հայրենի շատ հարգարժան երգչուհիներ, հատկապես երգչուհիներ, երբ որ ձեռքերը բարձրացնում են եւ այդպես հայ, հոյ, չգիտեմ, գնանք, հաղթենք, թուրքին, կոտրենք, ջարդենք։ Ես զարհուրում եմ այդ տեսակից, որովհետև հայրենասիրությունը այդպես չի արտահայտվում։ Մենք ունենք հրաշալի հայրենասիրական երգեր, որոնցով ես մեծացել եմ, այսինքն օրինակ Միքայել Նալբանդյանի Մանիր իմ ճախարակ, կամ Բամփորոտան, կամ Զեյթունցիներ, միշտ երգել ենք դրանք որպես օրորոցայիններ են հնչել իմ տատիկի կատարմամբ, եւ երբեք այդպիսի աղմուկ աղաղակ եւ այդպիսի, գիտեք, բարձրագոչ, հատկապես նորից եմ ասում, ինձ այդ բռունցքները բարձրացրած կանայք, մեր սիրելի երգչուհիները թող ինձ ներեն, կարող են ինձ հետ չհամաձայնվել, բայց սա իմ կարծիքն է, ուղղակի։ Ես այո, հաստատում եմ եւ կշարունակեմ նորից պնդել իմ տեսակետը։ Դուք հեղափոխական չեք։ Ես հեղափոխական չեմ, այո, ես չեմ կարող ընդհանրապես ստեղծված որևիցե մի բանը ավիրելու կողմնակից չեմ, որովհետև հետո դա նույնիսկ փոքրիկ մի, ինչ ասեմ, պատնեշ, փոքր մի ինչ որ կլինի բարիկադ կամ չգիտեմ ինչ դա ավիրելը չի կարելի։ Բայց Բերլինի պատը ավիրվեց։ Բերլինի պատը դա որովհետև արհեստականորեն ստեղծված պատ էր եւ Փառք Տիրոջ որ ավիրվեց, այո։ Իսկ մեր քաղաքակրթական ողջ դաշտում կա որևէ մեկը, որի գործունեությունը ձեզ համար օրինակելի է։ Ես պիտի հիշատակեմ Վիլի Բրանդտին, Գերմանիայի ուրեմն վարչապետին 1969-ից մինչև 70-ական թվականների սկիզբը իր այդ ծնկի գալը Վարշավայում 1970 թվին այդ գետոյի մեմորիալ այդ դակի արչիվ, երբ որ բոլորի համար անսպասելի, նա երբ որ ծաղիկներ դրեց, ծնկի եկավ այդ զոհերի հիշատակի առաջ եւ իմիջիայլոց դա 1970 թվականի դեկտեմբերի 7-ին էր մեր երկրաշարժի օրը։ Չգիտեմ ինչու հիմա միգուցե դա ոչ մի կապ չունի, բայց գիտեք ներողություն խնդրելու, մեղքերը քավելու, մեղքերը ընդունելու եւ առաջ շարժվելու այդ ունակությունը ինձ համար անգերագնահատելի է։ Որ ժամանակաշրջանում կցանկանայիք հայտնվել։ Ես կցանկանայի հայտնվել 19-րդ դարում, ինչու՞։ Երբ օպերային թատրոնը շատ կարևոր էր։ Կուզենայի շատ կարճ ժամանակում հայտնվել այն Իտալիայի օպերային թատրոնների այդ միջավայրում, երբ չկար ինտերնետ, չկար հեռուստատեսություն, չկար ձայնագրություններ, երբ օպերան կենթանի կատարում էր եւ մի մասը սիրում էր
Տոտի Դալմոնտեին, մյուս մասը սիրում էր Մալիբրանին եւ առաջին անգամ էր կատարվելու, չէ՞, կատարվելու ստեղծագործությունները, այո, եւ այդ կենթանի կատարումը եւ այդ կենթանի ռեակցիան ժողովրդի օպերայի սիրահարների եւ այդ գիտեք նրանք երկու մասի էին բաժանվում, հետո սկսում էին իրար հետ սկսում էին կռվել եւ կարծես ֆուտբոլային իհարկե մարզադաշտում գնում էին այնտեղ հավկիթներով, լոլիկներով, կուզենայի լինել այդ միջավայրում չեմ ասում բեմում, որովհետև այդքան երանելի վիճակ չպետք է որ լիներ, որովհետև ինտրիգները այն ժամանակ այդ արկածախնդրությունը շատ ավելին էր, քան այսօր, բայց կուզենայի հայտնվել։ Երբ կոմպոզիտորը հատուկ սիրելի երգչուհու համար էր գրում Ինձ համար էլ Էդգար Հովհաննիսյանը գրել է «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» օպերայի Նինա Գրիբայեդովա Ճավճավաձեի դերերքը, պետք է ասեմ, ի ուրախություն եւ երջանկություն ինձ։ Պետք է թարմացնեք, վաղուց ոչ մեկ չի լսել։ Այդ օպերան հրաշալի օպերա էր, որը պետք է թարմացնել, իհարկե, ինչու՞ չէ։ «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» հրաշալի ներկայացում էր Բագրատունու մեր հրաշալի բեմադրիչի Վահագն Բագրատունու բեմադրությամբ եւ Էդգար Հովհաննիսյանը միշտ ուրեմն խորհրդակցում էր ինձ հետ ինչպիսին է, այսինքն իմ ձայնի դիապազոնը, ես դեռ նոր էի ավարտել կոնսերվատորիան, այնտեղ գալիս էին մեր բոլոր կոմպոզիտորները, փորձերին, Ավետ Տերտերյանը, ականջ էին դնում, հետաքրքրվում էին եւ ինչպիսի վախճան պիտի ունենա դա եւ գիտեք այնպիսի մի մթնոլորտում եմ ես սկսել իմ երգչական կարիերան, որ երբ հիմա հետ եմ նայում, իսկապես ես բախտավոր էի։ 30-ամյակին ինչ-որ բան պատրաստվում է, ասենց լավ մի համաստեղություն։ Ես ընդհանրապես համամիտ չեմ, համակարծիք չեմ այդ հոբելյանները նշելու եւ հատկապես ինձ որ ինչ է վերաբերում, ինձ է վերաբերում եւ հատկապես այստեղի գիտեք այդպես նստեցնում են գահին, հետո վերում են սկսում են ծաղկել։ Միգուցե ես երգեմ ինչ որ ներկայացում, այդ օրը դա 1986 թվականի նոյեմբերի 16-ին էր իմ առաջնախաղը օպերային թատրոնի բեմում, միգուցե եթե առիթ լինի, հնարավորություն լինի, սիրով կերգեմ կամ ինչ որ գալահամերգ իմ սիրելի խաղընկերների հետ, որոնց հետ երգել եմ, միգուցե կարելի է նրանց հրավիրել, ինչու՞ չէ։ Լավ, գանք մարզադաշտ։ Դուք ֆուտբոլասեր եք։ Շատ մեծ։ Շատ մեծ։ Այո, շատ մեծ ֆուտբոլի կա ակումբ, թե կա հավաքական։ Թե մեկը, թե մյուսը։ Իհարկե ակումբը Դորտմունդն էր, մեր սիրելի Ինձ թվաց Բավարիան պետք է լինի։ Չէ, բոլորովին։ Չէ, Բավարիան, ես ընդհանրապես Բավարիան որպես մարզել շատ չեմ սիրում, որովհետև այնտեղ գիտեք այդ ամբողջ հարստությունը Գերմանիայի այդ ճոխությունը այնտեղ զգացվում է։ Բավարացիները հայկական Միգուցե մենք նրանցից ենք ժառանգել այսօրվա մեր ճոխ ապրելաձևը կամ գիտեք այդ երազները, ցանկությունները միգուցե այնտեղից են գալիս, բայց իհարկե այն գերմանացիների հետ չեն կարող համեմատվել, որովհետև նրանք երբեք ի ցույց չեն դնում իրենց ունեցածը, հակառակը ամաչում են եւ միշտ հետ Գանք ֆուտբոլին, հիմա Դորտմունդն է, այո, Մխիթարյանը տեղափոխվելու է, դուք եք տեղափոխվելու։ Չէ, ես չեմ տեղափոխվելու, որովհետև ես անգլիական ֆուտբոլի սիրահար չեմ, ընդհանրապես Անգլիան ինձ համեմատած մյուս երկրների հետ ավելի քիչ համակրելի է բոլոր առումներով։ Թե իրենց այդպես զսպվածության, իրենց քաղաքականությունը, իրենց ընդհանրապես կենցաղը ինձ չի գրավում։ Եվ Գերմանիայի հավաքականը, այո։ Չեմպիոն է լինելու։ Այս անգամ չեմ կարող ասել դեռ, ես վստահ եի, որ 2 տարի առաջ պիտի չեմպիոն դառնա, սիրում եմ իրենց խաղաոճը, իրենց ազգին բնորոշ, այո, երբեք սկզբում չեն ասում, որ անպայման ասենք իտալացիների նման, իհարկե մենք պիտի հաղթենք, մենք արդեն չեմպիոն ենք, դա չեն, իրենք ուղղակի այդպես գլուխները կախ, անում են իրենց գործը, ինչպես իրենց երկիրը, այդպես եւ հետո դառնում են հաղթանակած, այդպես դա ինձ համար ավելի նախընտրելի ոճ է։
Հասկացա։ Իսկ մարդկության ամենակարևոր գյուտը որն եք համարում։ Չգիտեմ որն է նախատիպը օթանավի, ընդհանրապես օթանավի հայտնություն, թե անիվն է սկզբում եղել, հետո եղել է այդ պոպելո մաշինի մեքենան, հետո օթապարիկը, հետո չգիտեմ ինչ, բայց ինձ համար այդ հեքիաթների, երբ որ նստում էին գորգի վրա եւ թռչում էին մի երկրից մյուսը, չէ՞, եւ հանկարծ դա դարձել է իրականություն։ Ինձ համար որպես շատ թռչող այսինքն ճամփորդող մի ուղևորուհու, ինձ համար մինչեւ այսօր հրաշք է այդ օթանավի գյուտը։ Ինչ է պակասում Հայաստանին։ Հայաստանին պակասում է հավատը վաղվա օրվա հանդեպ։ Իսկ երաժշտական որ ստեղծագործությունը ձեզ երբեք չի ձանձրացնում լսել։ Ավելորդ է ասել, այդքան երաժշտություն, որ հնչում է իմ ականջներում, իհարկե Մալեր, Վագներ, Մոցարտ, Բեթհովենի կվարտետները եւ դրանցից, այսինքն դժվար է որևիցե մի բան առանձնացնել, բայց կա մի ստեղծագործություն, որը երբ ես լսում եմ, կարող եմ դա շարունակ լսել եւ ծնկի գալ։ Դա Կոմիտասի հայրապետական մաղթանքն է, որը ինձ իսկապես հուզում է եւ ես մինչեւ հիմա չեմ կարողացել հասկանալ այդ ինչպես է պատահել, որ մի ժողովուրդ, որ ունի այսպիսի երաժշտություն, այսօր ունի այսքան խնդիրներ եւ չի կարող լիաթոք ապրել։ Ես իհարկե հույս ունեմ, որ այդ օրը հերվում չէ, բայց այո, Կոմիտաս եւ հատկապես Կոմիտասի իհարկե բազմաթիվ ստեղծագործությունները, բայց պատարագը, բայց հատկապես հայրապետական մաղթանքը ես պատրաստ եմ իսկապես ծնկի գալ։ Ինչից եք վախենում։ Մինչև ապրիլյան, եթե այս հարցը տայիք ինձ մինչև ապրիլյան, ինչպես են ասում, քարորյա պատերազմը կամ հիմա ասում են պատերազմական գործողությունները, դա պատերազմ չէր կամ ռազմական գործողությունները, կասեի, որ վախենում եմ պատերազմից, բայց ապրիլյան դեպքերից հետո իրավունք չունեմ այլևս վախենալու, ոչինչից չեմ վախենում։ Մեր այդ լուսավոր, պայծառ տղաները, որ կարողացան այդպես գործքները բաց կանգնել եւ զոհվել հանուն մեր հայրենիքի, ուրեմն ես ոչինչից չեմ վախենում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շակերտներում այսօր Հասմիկ Պապյանն էր։ Բարի գիշեր։ Կհանդիպենք։